Վիետնամում գտնվելու ամենասարսափելի րոպեներն են, որովհետև այստեղ այս ռեստորանում ես կտեսնեմ ինչպես են օձերից պատրաստում ճաշատեսակներ եւ որ ամենակարևորն է, այդ ամենը կփորձարկեմ։ Վարդան Սարգսյան, ամենաճամփորդասեր մարդկանցից մեկը։ Արի այս կողմ, այստեղ եւս կոբրաներ կան, բայց արդեն միջին քաշի, մինչև 2 կամ 3 կիլոգրամ։ Բայց սա շատ փոքր օձ է, ավելի լավ է ընտրենք մյուսին։ Քանի կիլոգրամ է այս օձը։ Մոտավորապես 2 կիլոգրամ։ 2 կիլո? Ահա։ 1.8 kilo, 2 kilos։ Ահա։ Ու հիմա ճաշատեսակ պատրաստելու ենք հենց այս օձից։ Այո, սա շատ առողջ օձ է։ Շատ համեղ կերակրատեսակներ կպատրաստենք այս օձից։ Չմոռանամ նշել, որ մեկ օձից կարելի է պատրաստել 11 տարբեր ճաշատեսակներ, ապուրից մինչև չիփսեր։ Բացի այդ, քիչ հետո մենք միասին կխմենք այս օձի արյունը։ Իսկ եթե ցանկանաս, կարող ես ուտել նրա սիրտը, որն էլ կշարունակի բաբախել արդեն քո օրգանիզմում։ Այն շատ օգտակար է, այնպես որ փորձիր, վախենալու ոչինչ չկա։ Հասկացա։ Լավ, կարող ենք անցնել արդեն այն կողմ, ես հետևեմ քեզ եւ այն ամենին, ինչ հիմա դու պատրաստում ես անել այս օձի հետ։ Այո, հիմա, միայն մինչ այդ նշեմ, որ յուրաքանչյուր օր մեր ռեստորանում 40-ից 50 օձերից տարբեր ճաշեր են պատրաստվում։ Օձից պատրաստված ճաշատեսակների սիրահարները շատ են։ Դե ինչից մենք գնանք այն կողմ եւ ձեզ հետ միասին հասկանանք 11 ինչ ճաշատեսակ կարող ենք պատրաստել այս կոբրայից։ We can go? Այո, գնանք։ Okay. Ինչպես տեսնում եք, արդեն առանձնացնում են օձի կաշին, որից ի դեպ հետո պատրաստում են չիփսեր, իսկ դրանից հետո միսը առանձնացնում են ոսկորներից։ Նման բան տեսնում եմ առաջին անգամ։ Կարծում եմ ձեզանից շատերը եւս։ Կասես ես գիտեմ այս սիրտը հարկավոր է կուլ տալ, դա այդպիսի բան։ Չէ, ես չեմ փորձի, բայց կասես ինչի համար են կուլ տալի։ Այս կենդանու սիրտը ուժ է տալիս օրգանիզմին։ Բացի այդ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, այնպես որ եթե փորձես, շատ առողջ կլինես։ Կասես ինչ ես հենց հիմա անում։ Առանձնացնում եմ օձի միսը ոսկորից, ինչպես տեսնում ես, դա բավականին բարդ է։ Լավ, մինչ աղջիկները կշարունակեն աշխատանքը եւ կլվանան օձի միսը, մենք գնանք այն կողմ եւ խմենք օձի արյունը։ Առաջինը պետք է կուլ տալ օձի սիրտը, որից միանգամից հետո խմել արյունը եւ երիկամի հյութը։ Դու ինչ ես պատկերացնում, ես այս ամենը չեմ կարող ոչ խմել եւ ոչ էլ ուտել։ Հավատա, արյունը շատ համեղ է։ Դժվար չէ, փորձիր, վստահ եմ քեզ դուր կգա։ Բոլորն էլ առաջին անգամ ասում են, ես չեմ կարող, բայց փորձելուց հետո հասկանում են, որևէ բարդ բան չկա։ Իսկ ասես արյան մեջ թույն չի լինում։ Ոչ մի թույն չկա, հանգիստ եղիր։ Լավ, փաստորեն սա օձի սիրտն է, սա ստամոքսա հյութը եւ սա էլ արյունը։ Հարկավոր է խմել եւ ուտել, ինչը ես բնականաբար չեմ անի, բայց օձի արյունը կցանկանայի փորձել ուղղակի, ինչքան էլ որ հիմա բոլորը փակում են աչքերը, բայց ես կփորձեմ հասկանալու համար ինչ է իրականում սա։ Նույնիսկ չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ։ Երբեք չէի հավատա, որ կգնամ նման քայլի, բայց ուրիշ ճանապարհ չկա, պետք է փորձեմ։ Եթե տնից հեռուն այլևս չտեսնեք եթերում, պատճառը սա էր։ Նման տհաճություն երբեք չէի զգացել։ Հիմա պատկերացնում եմ, ինչ զգացիք դուք ինձ հետ միասին։ Այս մարդկանց հասկանալ անհնար է։ Ես քեզ ես չեմ ներելու։ Այ, Ցանկությունս մեկն է՝ փախնել այս ռեստորանից, բայց նկարահանումները ավարտված չեն։ Դեռ պետք է օձից որևէ կերակուր պատրաստել, ինչն էլ հենց հիմա կանեմ։ Առաջինը թավայի մեջ պետք է լցնել շատ քանակությամբ ձեթ, որն էլ մի քանի րոպե պետք է դաղվի կրակի վրա։ կասես ինչ է այս ճաշատեսակի անունը։ What's the name of this food? Ուղակի տապակած օձ։ Well, snake. Հիմա սա պետք է արդեն լցնել ձեթի մեջ։
Չէ, ես ձեռքով արունը որ խմեցի, արդեն ոչ մի բան վտանգավոր չի։ Օծի միսը կտրատելուց հետո այն համեմեցին աղով, կծու պղպեղով, ավելացրեցին քացախ եւ ձկան սոուս։ Եկավ ժամանակը տապակելու։ Քանի րոպե հետո է պատրաստ լինելու։ Մոտավորապես 15 րոպե հետո Դե ինչպես նշեցին քիչ առաջ, այս օծից կարող ենք պատրաստել 11 ճաշատեսակ, ահա դրանցից մեկը։ Արի ես այս պահին բարձրանամ ռեստորան, սպասեմ, երբ պատրաստ լինի, արդեն միասին համտեսենք։ Այո, միասին կհամտեսենք։ Շնորհակալ եմ քեզ այս տհաճ, բայց հետաքրքիր process-ը տեսնելու համար։ Ես քեզ սպասեմ վերևում։ Իդեպ ինձ որպես հատուկ հյուրի հյուրասիրեցին օծից պատրաստված ապուր, որը եթե այնքերս լինեմ այդքան էլ ախորժալի տեսք չունի, ամեն դեպքում ես կփորձեմ։ Նախ պետք է աղին ավելացնել կիտրոն եւ հետո կիտրոնով աղը ավելացնել ապուրի մեջ։ Շատ վատ օծից պատրաստված ապուր, որը ես դժվար թե ուտեմ։ Պատրաստ եմ։ Ահա խնդրեմ, սա քո օծի տապակած միսը։ Սա օծի աղացած միսը կոկոսի տերևի մեջ։ Սա օծի խորոված։ Սա էլ օծի մսից պատրաստված աղցան։ Հիմա տես թե ինչպես պետք է ուտել։ Վերցնում ենք հացը, ավելացնում աղցանը։ Իսկ հետո կծու չիլի։ Ահա խնդրեմ, փորձիր, շատ համեղ է։ Շատ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ, փորձելու այս ամենը։ Գիտեմ, որ ձեր երկրում նման բան չկա, այնպես որ քեզ բարի ախորժակ։ Լավ, համաձայն եմ քեզ հետ, որ համեղ էր։ Չեմ ստի եւ կասեմ, որ բացի ապուրից ինձ ամեն բան շատ դուր եկավ։ Այսպիսին էր առաջին օրս Հանոյում։ Իսկ ինձ արդեն հարկավոր է հանգստանալ եւ վաղ առավոտից շարունակել ճանապարհորդությունս Հանոյում։ Յուրաքանչյուր քաղաքում, նույնիսկ կղզում ինձ հետ են Rio Grande-ի նոր 3-1-ում լուծվող սուրճի տեսականին Strong, Light եւ Classic ընտրեք, որը կցանկանաք եւ վայելեք։ Rio Grande, այս սուրճը շատ բան գիտի ձեր մասին։ Եվ ահա ամեն բան սկսվում է։ Հրապարակ է բերվում ազգային դրոշը։ Հնչում է պետական հիմնը։ Հետևել այս ամենին հետաքրքիր է։ Չմոռանամ նշել, որ յուրաքանչյուր երեկո այստեղ տեղի ունենում նաև դրոշի իջեցման արարողությունը։ Հենց այսպես է այստեղ սկսվում առավոտը, իսկ այս պահին, քանի որ եղանակը մի փոքր ցուրտ է, հարկավոր է տաքանալ, ինչպես բնականաբար մարզանքով։ Եվ ահա հենց հրապարակում մարզվողների մի մեծ խումբ։ Դե ես էլ կմիանամ նրանց։
Իմ ներկայությունը այս կանանց մոտ առաջացրեց ժպիտներ։ Եթե նրանք պետք է մարզվեին 20-ից 30 րոպե, ապա ինձ տեսնելուց հետո որոշեցին մարզվել 1 ժամից ոչ պակաս։ Այս ընթացքում նրանց նույնիսկ երաժշտություն հարկավոր չէ, քանի որ իրենք եւ երգում են եւ մարզվում։ Եթե մարզանքը կամ մերսումը չգիտեմ եւս 2 րոպե շարունակվի, մեջքի ցավից էլ չեմ կարողանա նկարահանումներ կատարել։ Այմա լավ է։ Նախ բարի լույս բոլորին ի վերջո, կասեք ամեն օր եք նման մարզանքներով արտանում, որտեղ շատ վաղ 6:30 այստեղ քաղաքի կենտրոնում։ Մենք այստեղ ենք ամեն առավոտ, յուրաքանչյուր եղանակի։ Այն ամենը, ինչ անում ենք, շատ առողջարար է, եւ որ կարևորն է, էներգիա է տալիս ողջ օրվա համար։ Այս մարզանքից հետո նոր սկսվում է մեր օրը։ Այն շատ ծանրաբեռնված է։ Դրա համար, եթե չլինեն այս մարզանքները, շատ ավելի դժվար կլինի։ Իսկ հետաքրքիր միայն կանայք են այստեղ առավոտյան զբաղվում նման մարզանքով, թե տղամարդիկ եւս ուղղակի այսօր չկային նրանք։ Տղամարդիկ եւս մեզ հետ մարզվում են, բայց այսօր չգիտեմ ինչու նրանք չեն եկել։ Եթե գաք վաղը առավոտյան, անպայման նրանց կգտնեք մեզ հետ։ Իսկ ինչ ուժ է տալի վաղ առավոտից այսպես էներգիա է, գալիս, կարծում եմ եւ լավ տրամադրություն է լինում ողջ օրվա ընթացքում։ Այո, լավ տրամադրություն, էներգիա, ուժ եւ որ կարևորն է, անկախ տարիքից քեզ երիտասարդ ես զգում։ Իդեպ լավ է, որ միացար մեզ այսօր, քեզ հետ ավելի հետաքրքիր էր մարզվել։ Իդեպ չէի հավատում, բայց իզուր, մարզանքը իսկապես ուժ տվեց ողջ օրվա ընթացքում։ Չնայած իմ ետևում կանգնած կնոջ ձեռքի հարվածները այդքան էլ ցանկալի չէին։ Ներողություն։ Կարող եք խնդրել հետևի տիկնոջը մի քիչ կամաց խփի։ Չէ, այս կինը ավելի ուժեղ է սկսում խփել մեջքիս։ Տիկին ջան, մեջքս կոտրվեց։ Եկեք դուք առաջ եսե։ Այսինքն ավելի լավ է։ Իդեպ նշեմ, վարժությունները ամեն օր նույնն են։ Իհարկե կարելի է մարզվել նաև տանը, բայց այստեղ մաքուր օդին առավոտյան իհարկե մարզվելը շատ ավելի հաճելի է։ Լավ, շնորհակալ եմ, շնորհակալություն, ես շարժվեմ առաջ, հետաքրքիր էր առավոտը սկսել ձեզ հետ։ Ձեզ ենք շնորհակալ։ Aman. Thank you. Այստեղ Հանոյում կտեսնեք նաև վիետնամացիներին, որոնք այս ժամին արդեն բատ մի տոն են խաղում։ Մի խոսքով տպավորություն է, որ ողջ քաղաքը արթնացել է եւ աշխատանքի գնալուց առաջ մարզվում է քաղաքի տարբեր անկյուններում։ Հասորեն այստեղ բնակիչները առավոտից ոչ միայն մարզանք են անում, այլ նաև պարում, չմոռանամ հիշեցնել, այստեղ առավոտյան ժամը 6-ն է։ Այստեղ կարծում են, որ առավոտը լավագույն ժամանակն է նաև պարելու համար։ Ուրախ երաժշտություն, ակտիվ շարժումներ, զույգերի գեղեցիկ պարեր, տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Այս ամենը տեսնելիս սկսում ես տխրել, որ մեզ մոտ Հայաստանում նման տեսարաններ հաճախ չես տեսնել։ Այս մարդիկ նշում են. նվիրեք ձեզ ազատություն շեղվելու համար առօրյա հոգսերից։ Այս մարդիկ այստեղ են ամեն օր, վաղ առավոտից, նույնիսկ մինչև սուրճ խմելը եւ նախաճաշելը։ Նրանք պարում են այս այգում, եւ նայեք նրանց, ինչ լավ տրամադրություն ունեն։ Բոլորի դեմքին ժպիտներ են, նրանք գալիս են այստեղ քաղաքի տարբեր մասերից։ Հեռավարությունը կարևոր չէ, շատերը նույնիսկ 1 ժամվա ճանապարհ են անցնում յուրաքանչյուր առավոտ այստեղ հասնելու համար։ Իսկ ինչ կարող է պարը տալ վաղ առավոտից մարդուն։ Ամենակարևորը էներգիա եւ տրամադրություն։ Այսօր մարդիկ շատ դժվար կյանք են ապրում, ամենուրեք խնդիրներ, իսկ սա շատ լավ առիթ է այդ ամենի մասին մոռանալու։ Պար եւ նորից պար։ Ես կարծում եմ այն նույնիսկ կյանքն է երկարացնում։ Օրգանիզմը սկսում է ճիշտ գործել հենց վաղ առավոտից, ինչն էլ ուժ է տալիս ողջ օրվա ընթացքում։ Այստեղ բոլորը իրենց երիտասարդ են զգում։ Կապ չունի տարիք, կարևորը հոգին է, իսկ հոգին այստեղ իսկապես ուրախ է։ Այստեղ կան տղամարդիկ եւ կանայք, որոնք 70 տարեկան են, բայց առաջին հայացքից դու դա չես նկատի, քանի որ իրենք այստեղ կարծես 18 տարեկան են։ Բոլոր առողջական խնդիրները անցնում են ետին պլան։ Ու արդեն քանի տարի է դուք այսպես ամեն առավոտ այստեղ պարում եք։
Արդեն 40 տարի չեմ հիշում մի օր, երբ իմ օրը այստեղ չսկսի։ Այս մարդիկ կարծես ազգականներ լինեն։ Սա մի մեծ ընտանիք է։ Եթե բնակվեիր այստեղ Հանոյում եւ մի քանի անգամ օրը սկսեիր մեզ հետ, վստահ եմ, այլևս առանց առավոտվա բարի չէիր կարողանա ապրել։ Տես այս զույգին, երկու տարբեր սերունդներ, բայց երկուսն էլ երիտասարդ։ Ամբողջ գաղտնիքը բարի մեջ է, այնպես որ բարեք հենց առավոտյան արթնանալուն պես։ Դե ինչ, հենց այսպիսին է առավոտվա Հանոյը։ Իսկ ես շարունակեմ ծանոթությունս քաղաքի հետ։ Ում եմ տեսնում այստեղ Վիետնամում։ Այո, մի զարմացեք, անցյալն ու ներկան այստեղ միահյուսված են։ Այստեղ դուք կտեսնեք Լենինի ամենամեծ արձանը հարավ-արևելյան Ասիայում։ Ես հիշեցի իմ մանկությունը եւ դպրոցական տարիներս Վիետնամը վերադարձրեց բոլոր լավ կամ վատ հիշողությունները։ Հանոյի երթևեկությունը առանձին թեմա է։ Առաջինի ինչ աչքի են կնում մոտոցիկլետների մեծ քանակն է։ Դրանք շատ են, այն համարվում է Վիետնամի ամենից հարմար եւ մատչելի տրանսպորտի միջոցը։ Թե բիզնեսմենը, թե նույնիսկ խանութի վաճառողը աշխատանքի են շտապում հենց մոտոցիկլետներով։ Այստեղ շատ ուշադրություն են դարձնում հատուկ գլխարկների դիզայնին։ Մոտոցիկլետների ղեկին վիետնամացիք պետք է լինեն ժամանակակից եւ տարբերվող։ Իսկ փողոցը անցնել այստեղ շատ դժվար է իդեպ եւ շատ վտանգավոր։ Ինձ ասացին գոյություն ունեն հատուկ նշաններ։ Հարկավոր է անցնելիս ձեռքը բարձրացնել, որպեսզի բոլորը քեզանից զգուշանան։ Այո, մեթոդը օգնում է։ Վարորդները նկատում են ոչ թե քեզ, այլ բարձրացրած ձեռքը։ Իսկ երթևեկությանը ուշադիր հետևում են փողոցում կանգնած ոստիկանները։ Նախաճաշել այստեղ Հանոյում եւս շատ սիրում են հենց փողոցներում։ Տեղի սրճարաններում վաղ առավոտից վիետնամացիք նախաճաշում են։ Չնայած ինձ համար սա ավելի նման է ճաշի, քան նախաճաշի։ Դե հենց այստեղ էլ ես պատրաստվում եմ նախաճաշել բարեախորժակ բոլորին։ Տեսնում եմ աթոռ չկա, բայց դա այստեղ խնդիր չի, մի քանի վայրկյանում կլուծվի։ Վաղ առավոտյան ինչ որ ապուր, որն էլ բոլորը ախորժակով ուտում են։ Հիմա կհասկանամ, ինչ է սա։ Սա վիետնամական ապուր է, կոչվում է փոբո։ Փորձիր, շատ համեղ է։ Լավ, ես ինքս փորձեմ։ Դե ինչ, ապուր փոբո։ Պատրաստված է բրնձի արիշտայով, տավարի աղացած մսով, ձկան սոուսով, վիետնամական ռեհանով, իմբիրով եւ շաքարավազով, ինչն էլ այստեղ անխուսափելի է։ Մինչ իմ նախաճաշը կպատրաստվի, ես կվայելեմ իմ ամենասիրելի Rio Grande-ի նոր 3-1-ում լուծվող սուրճի տեսականին։ Strong, light եւ classic։ Առավոտը սկսում եմ միմիայն Rio Grande-ի հետ։ Ինչա պետք ավելացնել, կասեք։ Չիլի։ Ավելացրու սև պղպեղ եւ չիլի, այդպես ավելի համեղ է։ Բայց առավոտ նախաճաշին այսքան կծու եւ լայմ, կիտրոն։ Այո, կիտրոն եւ սխտոր։ Սա արդեն սխտոր է։ Չէ։ Լավ։ Կծվաքաղցր ապուր վաղ առավոտյան այստեղ Վիետնամի մայրաքաղաքում։ Եթե անկեղծ ինձ այս ապուրը դուր չեկավ, այն էլ առավոտյան։
Երբեք չէի մտածի, որ այստեղ Վիետնամում, Հանոյում կգտնեմ մեր հայրենակիցներին։ Դժվար է պատկերացնել, որ այստեղ եւս ապրում են նրանք եւ այսօր ես պայմանավորվել եմ Լիլիթի հետ, որի հետ միասին էլ կծանոթանամ այստեղի Հանոյի հետաքրքիր վայրերից մեկի հետ։ Այո, նույնիսկ չէի պատկերացնում, որ այստեղ Վիետնամի մայրաքաղաքում կհանդիպեի մեր հայրենակիցներից գոնե մեկին։ Դժվար էր նրանց գտնել միլիոնավոր բնակիչներով այս քաղաքում, բայց ինձ մոտ ստացվեց։ Ահա եւ Լիլիթը, որի մասին խոսում էի քիչ առաջ, շնորհակալ եմ Լիլ, որ ժամանակ գտար ու հանդիպեցիր մեզ հետ։ Գիտես, երբեք չէի պատկերացնի, որ Վիետնամում կգտնեմ մեր հայրենակիցներին։ Ինչպես ստացվեց, որ դու հայտնվեցիր այստեղ Հանոյում։ Մեր հայրենակիցները ամենտեղ չեն, Վարդան։ Չէ, ամենտեղ են, բայց Վիետնամում, որ եւս բնակվում են մեր հայրենակիցները, մի քիչ զարմանալի էր ինձ համար։ Հանոյում դեսպանատուն ունենք։ Ահա, իսկ շատ հայեր կան։ Մի քանի, Հանոյում քիչ է։ Ահա, Հիմնականում հարավում են հայերը։ ահա։ Հարավում կան մի քանի ընտանիք կա հարավում։ Իսկ ո՞նց եղավ, որ դու հայտնվեցիր Հանոյում, Վիետնամում։ Փոխվեցինք իմ ամուսնու աշխատանքի պատճառով։ Ահա։ Իմ ամուսինը ամերիկյան ֆիրմայի համար է աշխատում, մենք մի քանի տարի մեկ երկիրը փոխում ենք։ Ահա։ Հանոյն էլ անկավ այդ երկրների շարքը։ Ու երբ որ տեղափոխվեցիր այստեղ, ինչպիսին էր տպավորությունը ու առասարակ ինչ կարծիք ես այս երկրի մասին։ Այս երկիրը շատ գունավոր երկիր է։ Ահա։ Առաջի անգամ որ տեղափոխվեցին, երևի մի քիչ կասկածանքով ես մոտեցա, Ահա։ հաստատ, բայց արդեն 4 տարի անցել։ Հիմա շատ եմ հավանում։ 4 տարի այստեղ եք։ 4 տարի այստեղ ենք։ Ահա։ Ու ինչն ես հավանում, այ ես նայում եմ տարբերվում է շատ այն կյանքից, որով մենք ենք ապրում Հայաստանում կամ դու քո բնակչության տարիներին, կասես ինչով գրավեց քեզ Վիետնամը։ Մարդիկ շատ բաց սիրտ են։ Ինձ կոնկրետ այդ բաց սրտությունը, այդ ընկերական լինելը, ավելի անմիջական լինելը, Հանոյում մարդիկ ոնց որ անձնական տարածք չունենան, իրար շատ մոտ են։ Նաև ֆիզիկական տարածքի սակավության հետ կապ ունի, բայց տարածք որ չկա, մարդիկ իրար հետ այնքան կից են ապրում, իրար օգնում են անընդհատ բոլորը։ Կապ չունի, ճանաչում են, չեն ճանաչում, իրար շատ օգնում են, իրար հետ են, միասնական են։ Դա եմ հավանում։ Իդեպ Լիլիթին գտա համացանցում եւ շատ ուրախացա, որ նա համաձայնեց հանդիպել մեզ եւ պատմել Հանոյի մասին։ Առաջինից վայրկյանից պարզ էր, Լիլիթը շատ բարի, հյուրասեր եւ հայրենասեր հայուհի է։ Լիլի, ասես, իսկ ինչն է քեզ խանգարում։ Լավ կողմեր հասկացան, քեզ ամեն ինչ դուր է գալի այստեղ Վիետնամում։ Կասես ինչը դուր չի գալի, ինչն է խանգարում, ինչն է ավելի օտար քեզ այստեղ։ Օրինակ խոհանոցին ոնց միանգամից համակերպվեցիր, որտեվ ես առասարակ գիտեմ, որ Վիետնամում ուտում են այն ամենը, ինչ սողում է, թռչում է, շարժվում է, կապ չունի ինչ կենդանի է, ինչա, եթե շարժվում է, կարող են խաշել, չգիտեմ, տապակել ու ուտել։ Կա տենց բան։ Ու ոնց էր, այդ մեր մաքուր հայկական խոհանոցից հետո ու հանկարծ գնում ես ռեստորան ու պետքա կոբրա ուտես օրինակ։ Դե կոբրա, եթե ինձ ասեն պիտի ուտեմ, ուրեմն կուտեի քաղաքավար լինելու համար, բայց ես ինքս կոբրա չէի ընտրի, գորտել չէի ընտրի։ Իդեպ կա այստեղ գործ շատ են, հա, ուտում փաստորեն։ Գորտը ընդունված ուտելիք է, հա։ Բայց իրանք ուրիշ թարմ ուտելիքներ ունեն, սալատներ ունեն, որ շատ համով են, թարմ են։ Իրանք օգտագործում են ձկան համեմունք, որ չորացրած ձկներից պատրաստում են, շատ սուր հոտ ունի։ Այդ ձկան, ինչ են դրան ասում, ձկան ջուր, ձկան սոս, ձկան ինչ-որ ձկան, ասպասի, fish sauce։ Ձկան սոուս։ Ոնց որ ձկան, լավ, ձկան սոս։
Դրանով համեմատել են ամեն ինչ գցում են։ Ահա։ Բոլոր սուպերի մեջ, բոլոր սալատների մեջ այդ ձկան սոսը գցում են։ Այդ համը ինչ շատ ադուր գալիս։ Լավ, Լիլ, հիմա քանի որ խոսեցինք նաև խոհանոցից, խոսեցինք օձերից, գորտերից, կա գիտես որևէ շուկա, որտեղ մենք հիմա կարող ենք միասին գնալ ու գնել նույն այդ գորտերը եւ փորձել որևէ մի վայրում պատրաստել։ Իհարկե։ Հերո չի։ Չէ։ Կարող են գնալ։ Հենց հիմա։ Դու ինքդ սիրում ես գորտից պատրաստված ճաշեր, թե ոչ։ Սիրելը երևի շատ բարձր է, ուտում եմ, առհասարակ չէ, չեմ սիրում, բայց ուտում եմ։ Հաջորդ ծրագրում ես Լիլիթի հետ կայցելեմ տեղի շուկաներից մեկը։ Լիլ, ստեղ շուն են ուտում։ Հա։ Շունը սովորական միս է, հատկապես հիմա այս ցրտին, բարձր սեզոնալ շան։ Ինչի՞։ Որտեվ ասում են շան միսը տաքացնող հատկություն ունի։ Գնաց գորտերից կպատրաստեմ տեղի կերակրատեսակներից մեկը։ Դե ինչ սկսում ենք պատրաստել գորտերին։ Իսկ վերջում կհասկանամ, ինչու են Վիետնամում հոգեհանգստի ժամանակ բարձրաձայն հայտարարում բոլոր ներկաների անունները։ Anh bắt đầu năm ở Liên bang Nga vào kính viếng cụ xin trân trọng kính mời